Վերջին օրերին համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը մոդել երգչուհի Լիլի Մորտոն և նրա նորածին փոքրիկն են։ Ընդամենը մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լիլի Մորտոն լույս աշխարհ բերեց իր դստերը, ում տվեց Ավրորա անվանումը։ Լիլի Մորտոն գաղտնիք չէ, որ նախքան այս մի քանի տարի ամուսնացած էր նա մի տղամարդու հետ, ով ունի 3 երեխաներ և երեխաներն ապրում են հայրիկի հետ։ Դեռ տարիներ առաջ Ամալիա Հովհաննիսյանի հաղորդման ժամանակ Լիլի Մորտոյին հաղորդավարուհին հարց էր եղել այն մասին, թե ինչպես է երեխաների մայրը վերաբերում Լիլիի և երեխաների համատեղ ապրելու, նրանց շփմանը և այն փաստին, որ Լիլին երեխաներին մոր պես է ընդունում։ Լիլի Մորտոն էլ պատասխանել էր, որ եթե շարունակում են իրենք միասին ապրել, շարունակում է ինքը երեխաներին իրենց մոր պես ընդունել և շարունակում են ջերմ հարաբերություններ պահպանել, ուրեմն մայրը նորմալ է վերաբերվում։ Որպես այդպիսին ինքը տվյալ հարցի պատասխանը հստակ չունի։ Լիլին նաև հերքել էր այն վարկածը, որ ինքն է եղել իր ամուսնու և նրա նախկին կնոջ բաժանման պատճառը, ասելով, որ դա անհետեթություն է և երեխաները չէին կարող իրեն ընդունել ու սիրել, եթե ինքը լիներ իրենց ծնողների բաժանման պատճառը։ Պապայի հետ նստած խմում է, նայեք։ Հիմիկվանից պապան սովորացնում է իրան խմել։ Այ։ Ասոտի կոպարի բերած ծաղիկներն են։ Հələ մի հատ սրա ռուսի քիթիկը նայեք, էլի սրա ռուսի քիթիկը նայեք։ Էսում քիթիկինա քասե, ռուսի քիթիկը։ Ոնց որ օպերացիա արածն այնքան բարձր է։ Օպերացիա արած ծնվել է իմ մальчик, նայեք, ռուսի քիթիկով, ջքած աչքերով, բանտիկ բրոսներով։ Ինքը արդեն հենց վիրահատած ծնվել է, պապան փորիկ մեծ վիրահատություն արել իրան։
Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ասեցի, քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում էի ասել, որ 2 օրում 5 միլիոն դիտումը դա արդեն շատ լավ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի է պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում եմ այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։ Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ճիշտ ասած չհասկացա, թե տոլմայի վիդեոն ինչի էդպիսի մեծ աժոտաժ առաջացրեց։ Շատերը մտածում են, ես ոչինչ պատրաստել չգիտեմ, ասեմ, որ ես ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ պատրաստում եմ։ Հիմա ուղղակի ուզում եմ խոսել տոլմայի մեկնաբանությունների մասին, բլինչիկ փաթաթելու, կարդալ top կոմենտները, մի խոսքով էդպիսի պոզիտիվ տրամադրություն հաղորդեմ ձեզ։ Սիրելիներս, նախ Կյանք վիդեո եմ նկարում։ Նախ ասեմ, որ մեկնաբանությունները կարդալուց տրամադրությունս շատ բարձրացավ, չնայած իմ տրամադրությունը մի շատ բարձր է, եւ նշեմ, որ նոր տեսահոլովակս, Յայայի երգից տեսահոլովակը 5-6 օրում հավաքել է 1 միլիոն դիտում, դա շատ լավ արդյունք է։ Մեկնաբանությունները կարդալուց մի բան հասկացա, որ սիրելիներս, առաջինը մենք չենք լսում իրար ընդհանրապես, ուրեմն ես խոսում եմ մի բանի մասին, իսկ մեկնաբանությունները ընդհանրապես այլ բանի մասին են։ Ես այդպես հասկացա, որ մենք ընդհանրապես լսելու ընդունակություն չունենք։ Ուզում եմ, որ բոլորս աշխատենք այդ մի բանի վրա, որ սկսենք լսել իրար։ Երբ որ մարդը ինչ-որ տեսանյութ է նկարում, առաջինը լսենք, թե նա ինչ է ուզում ասել։ Հետո արդեն նայենք թե տեսանյութի մեջ ինչ է կատարում։ Երկրորդը, մենք ընդունակ չենք ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Մեկնաբանությունների մեծ մասը եւ այս մեկնաբանությունների եւ տեսահոլովակի մեկնաբանությունների մեծ մասը դրա մասին է։ Մենք չենք կարողանում ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Երբ որ մենք հասնենք նրան, որ մարդուն ընդունենք այնպեսին, ինչպեսին նա կա, կարծում եմ մեր մոտ շատ բան կփոխվի։ Ընդհանրապես ոչ միայն մեր ազգի մոտ, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Լոլո, ինչ ա եղել։ Այ մաչկոս։ Ինչ ա եղել ասա։ Եվ երրորդ ուզում եի ասել, որ ով է ասել, որ եթե ենթադրենք 90% կամ 99% մարդկության անում է մի բան, իսկ մի տոկոսը այլ բան, ուրեմն այն մի տոկոսի արածը սխալ է։ Ոչ, սիրելիներս, մի հատ որ լավ մտածեք, միգուցե հասկանանք, որ 99%-ի արածն է սխալ, ոչ թե 1%-ին։ Այդ 90% կամ 99% ընտրություններին չէ թե գնում։ Մի խոսքով, ուզում էի ասել, որ եթե ենթադրենք ես տոլման փաթաթում եմ շատ մեծ, սիրելիներս, այնպես չի որ ես չգիտեմ, որ տոլման կարելի է նաև փոքր փաթաթել կամ տոլման պետք է փոքր փաթաթել։ Ուղղակի ինձ մեծ է դուր գալիս, ես այդպես եմ սիրում անել, ինչպես կոմենտների մեծ մասում էլ գրված, որ մեծ եմ փաթաթում, որ միանգամից մի հատ ուտեմ կշանան, էլի համել դա մի քիչ sense բանը, аферист խոդա, էլի հասկացաք։ Մեծ փաթաթում եք միանգամից մի հատ ուտում կշտանում եմ, մի 50 հատ չեմ վերցնում, էլի։ Այդպես Այսօր իմ բլինչիկները